Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆորնիա։ Անկախ նրանից առաջին անգամ եք կազմում ձեր անհատական ծրագրի պլանը, թե թարմացնում եք այն, երբեմն ամեն ինչ կարող է բարդ թվալ։ Այդ պատճառով այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչ սպասել եւ ինչպես պատրաստվել։ Հիշենք այն օրը, երբ Սթիվենը պատրաստվում էր իր IPP հանդիպմանը ընկերների եւ ընտանիքի օգնությամբ։ Ինչ եք անում։ Պատրաստվում ենք, չեմպիոն։ Ողջույն սիրելիս, մենք քո IPP-ն ենք քննարկում հաջորդ շաբաթվա համար։ Ամեն ինչ լրացված է։ Ով է Վինին։ Նա ծառայությունների քո նոր համակարգողն է։ Նստիր, միասին գնայինք։ Ես չեմ ուզում նոր սպասարկման համակարգող։ Լսիր, չեմպիոն, դու արդեն չափահաս ես եւ երբ անցնում ես ավագ խումբ, պետք է պատրաստ լինես նոր մարտահրավերների։ Դե լավ։ Լավ, Cavalry team, եկեք նայենք ուղեցույցը։ Նախ բնակարանը։ Այդ մեկը հեշտ է։ Դու կշարունակես ապրել մեզ հետ, ճիշտ է։ Ես մի քիչ հույս ունեի, գիտես, գտնել իմ սեփական տեղը։ Սիրելիս, քոնն ունենալու համար պետք է վարձակալես։ Ճիշտ է։ Երբ առանձին ես ապրում, ոչինչ անվճար չէ։ Պետք է աշխատես։ Ես ուզում եմ աշխատել։ Լավ, հրաշալի է։ Զարմիկեդի լանդշաֆտային ընկերությունում գործ կա։ Իսկ գարաժն էլ կարող ենք վերածել բնակարանի։ Գարաժը։ Այո, մենք կտեղադրենք մեծ խաղային էկրան եւ քո սառնարանը։ Կդառնա Սթիվենի լիարժեք անկյունը։ Մեր գարաժը։ Ես չեմ ուզում ապրել գարաժում, Դե ուրեմն ասա նրանց, որ չես ուզում։ բայց ծնողներս դա գրել են իմ IPP-ում։ Դա անընդունելի է։ Սթիվեն, այն իզուր չէ կոչվում անհատական ծրագրի պլան։ IPP-ն դա քո պլանն է։ Դու պետք է ասես, թե ինչ ես ուզում։ Քո ծնողներն ու սպասարկման համակարգողը պետք է օգնեն, ոչ թե քո փոխարեն որոշեն։ Ճիշտ այդպես։ Ուրեմն ինչ ես ուզում։ Ես ուզում եմ ապրել ինքնուրույն, ունենալ աշխատանք, խաղալ բեյսբոլ եւ ընտանի կենդանի։ Դե ուրեմն եկեք թարմացնենք քո պլանը։ Մենք կանցնենք հարց առ հարց եւ կգրենք այն, ինչ դու ես ուզում։ Լավ, ընկերս, եկեք սկսենք։ Առաջին հարցը. Ինչ նպատակ ունես կապված քո բնակության պայմանների հետ։ Ես Որտեղ ես ուզում ապրել։ ես ուզում եմ ապրել տանը, որը իմ ծնողների տունը չէ, բայց ոչ միայնակ։ Եվ քաղաքին մոտ։ Հարց 2. Եթե առաջարկեին գալակտիկայի բոլոր աշխատանքները, որը կընտրեիր։ Ուզում եմ աշխատանք, որով բավարար գումար կվաստակեմ բնակարան վարձելու եւ վամպիրների խաղին լավ տեղեր գնելու համար։ Դու ուզում ես դիտել գերեզմանից ելած արյուն խմող դևերի խաղը։ Հետաքրքիր է։ Գուցե դա ավելացնեմ իմ IPP-ին։ Դեքսթեր, նա ուզում է բեյսբոլի խաղի տոմսեր գնել։ Կարևոր չէ։ Լավ, քո հետաքրքրությունների մասին ինչ հոբիներ ունես։ Ես սպորտ եմ սիրում։ Դպրոցում հայրիկիս ֆուտբոլի թիմի մենեջերն էի, բայց իրականում ես սիրում եմ բեյսբոլ։ Հիանալի է։ Հաջորդ հարցը. Որն է բեյսբոլը։ Այն, որտեղ բազաներ կան։ Հասկանալի է։ Դա նույնպես գրիր։ Լավ, այսքանն էին հարցերը։ Ոչինչ բաց չեք թողել։ Ես ընտանի կենդանի կուզեի։ Շուն, Մայրիկս ալերգիա ունի։ Կատու։ Հայրիկս ասում է, որ դրանք ոչ սպորտային են։ լավ, թիմային ընտանի կենդանի, որից ալերգիա չի լինում։ Ահա, ինչ կասես Դեքս։ Կարծում եմ այս պլանն ընդունելի է։ Վաու, ընկերներ, շնորհակալություն ինձ օգնելու համար։ Այսօր Սթիվենի ընկերներն օգնեցին նրան հասկանալ, թե ինչ կարևոր է ընտրությունը բարձրաձայնել IPP հանդիպմանը պատրաստվելիս։ Քո IPP-ն շարունակական անձնակենտրոն գործընթաց է։ Այն արժևորում է քո եւ քո աջակցության շրջանակին ներդրումը, բայց վերջնական պլանը պետք է արտացոլի քո նպատակները։ Հիշիր, քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա։ Եվ այդ անձը հենց դու ես։